այստեղ ենք հավաքվել աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մարդու, ում ըստ էության հիմա ձերբակալել են, քանի որ նա քրիստոնյա է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում այլևս քրիստոնեությունը, ինչպես տեսնում եք, դատապարտելի է իշխանությունների կողմից եւ այն ուժերը, որոնք ձերբակալել են Սամվել Կարապետյանին քրիստոնյա լինելու համար, վաղը սկսելու են ձերբակալել մարդկանց մոմ վառելու համար, եկեղեցի այցելելու համար։ Սա ազգային ազատագրական պայքար պետք է դառնա հայ հասարակության համար եւ այո, ինչպես տեսնում եք, արդեն ուժայինների մեջ էլ կան մարդիկ, ովքեր չեն կատարում հրամանները Նիկոլ Փաշինյանի, ինչպես տեսել ենք երեք նրա ջղաձգումները Facebook-յան հարթակում եւ անհասկանալի գրառումները ըստ էության որևէ գործողությամբ մենք չտեսանք, որ իրականություն դարձան։ Մենք այստեղ փաստում ենք, որ տեսնում եք կան հազարավոր մարդիկ եւ այս մարդիկ ոչ մի կուսակցությունից չեն, սա կուսակցական գաղափարի շուրջ հավաք չի, սա մարդուն աջակցության եւ քրիստոնեական արժեքների կրողների հայ առաքելական եկեղեցու հիմքը պաշտպանելու համար հավաքված մարդիկ են, հավաքված քաղաքացիներ են։ Ես վստահեցնում եմ, որ միասնականությունը, որ ձևավորվում է հայ հասարակության մեջ, բերելու է հայ հասարակության հաղթանակին։ Պարոն Կարապետյանին կալանավ ձերբակալել են եւ փորձում են կալանքի տանեն այն բանի համար, որ նա հայանպաստ գաղափարներով է հանդես եկել, ասելով, որ անթույլատրելի է եկեղեցու դեմ որոշակի գործողություններ, ցավում եմ, որ այսօրվա կառավարիչների եւ Էրդողանի ու Ալիևի գաղափարախոսությունը նույն հունով են գնում, հա, նրանց նույն գաղափարներով են առաջնորդվում եւ Նիկոլ Փաշինյանը շուտով, եթե մենք չհամախմբվենք եւ միասնական չլինենք, Նիկոլ Փաշինյանը կարող է մի օր ասել, որ քանի որ մենք շրջապատված ենք մուսուլմանական պետություններով, պետք է հրաժարվենք քրիստոնեությունից եւ դառնանք մուսուլման եւ այդ մուսուլմանացման դեմ, թուրքական վիլայետ դառնալու դեմ պայքարողների ճակատը պետք է ավելանա, ինչպես տեսնում եք, նորից եմ ասում, մարդիկ եկել են աջակցելու, պետք է բոլորս միախմբված, համախմբված լինենք եւ միահամուռ ուժերով հեռացնենք։ Մենք այսօր նախաձեռնել ենք սահմանադրական ճանապարհով անվստահություն հայտնելու գործընթաց, որը վստահ եմ, որ լայն աջակցության դեպքում կյանքի կկոչենք։ Մենք չենք ընկրկելու, մենք ապացուցել ենք, որ մենք չենք հանձնվում եւ չենք հանձնվելու որևէ բանի առաջ մենք չենք սակարկման, չենք դնելու եկեղեցին կամ մեր արժեքները եւ պարոն Կարապետյանի պես մարդիկ, ովքեր ըստ էության որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական առումով, որ նրանց էլ ասեն թալանել են, կեղեքել են եւ այլն, ինչպես Նիկոլ Փաշինյանը խափում է մնացած բոլորիս մասին, մարդիկ, ովքեր իշխանություն չեն եղել անգամ, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իշխանությունը թալանել են եւ թալանչի են ըստ էության, բայց ամենամեծ թալանչիները հենց իրանք են եւ նրանք մարդկանցից գողացել են հավատքը հայ հասարակության ապագայի վերաբերել, մենք պետք է միասին այդ հավատքը վերադարձնենք եւ տանք մեր ժողովրդին։ Փաշինյանը այսօր էլ նշեց, որ այս ամենը եկեղեցու դեմ պայքար չէ, այլ դեպի պետականամետ երկիր ունենալու համար է այս ամենը արվում։ Այդ դեպքում ինչի համար են նրա Facebook-յան նման գրառումները ուղղված հայ առաքելական եկեղեցուն, թե սպասավոր հայրերին եւս։ Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ խոսում էր Արցախի մասին, ասելով, որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ մենք տեսանք Արցախի ճակատագիրը ինչ եղավ, հիմա նա նույն ձև խոսում է հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի ապագայի մասին, վախենալու է պատկերացնել, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի ապագայում։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը անում է նույն գործողությունը, որը արել է Արցախի նկատմամբ, ըստ էության Նիկոլ Փաշինյանը քանդում է այն միակ հենքը, որ մնացել է Հայաստանի Հանրապետությունում, այն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք պետք է միասնական պահապանը լինենք մեր եկեղեցու եւ նորից եմ կրկնում, մեր արժեքները սակարկման ենթակա չեն։ Ետքայլի նահանջի ճանապարհ չունենք, հնարավոր չի նահանջել եւ ետքայլ անել, պետք է մենք պահենք, պահպանենք մեր ինքնությունը պահող եկեղեցին եւ մեր սրբազան հայրերը, ովքեր սերնդեսերունդ փոխանցել են մեզ այն գրերը, այն տառերը, որ մենք պահպանել ենք մեր հայությունը, մեր լեզուն, մեր խոսքը, պետություն չենք ունեցել, եկեղեցի ենք ունեցել։ Այս եկեղեցին չեն կարացել քանդել կայսրությունները եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի կարողանալու քանդել։ Ուղղակի կարևոր է հայ ժողովրդի միասնականությունը եւ ես վստահ եմ, ինչպես տեսնում եք, այդ միասնականությունը ստեղծվում է։ Սա սկիզբն է։ Այո, ես կարծում եմ, որ սա բևեռացված հասարակության ջնջման անկյունները
կլորացնելու սկիզբն է եւ մեր հասարակությունը հայ ժողովուրդը իրանց խոսքը ասելու են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խաբեբա է, ով խաբել է ժողովրդին, խոստանալով սեր եւ համերաշխություն, բերելով մեր ժողովրդին մահ, պատերազմ ու հանձնումներ։ Այդ դեպքում հավաքվածների քանակը տեսնում ենք բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Ինչու շատերը ում բարեգործություն է արել պարոն Կարապետյանը այստեղ չեն, այդ թվում անվանի մարդիկ։ Տեսեք, մենք այլ մարդկանց մասին չենք կարող խոսել, ովքեր որ այստեղ չեն, մենք կարող ենք խոսել եւ շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր որ այստեղ են, բայց ես վստահ եմ, որ շատ հազարավոր մարդիկ ում օգնել է պարոն Կարապետյանը, նաև արցախցիները իրենց խոսքը ասելու են, բայց մենք այստեղ չենք կարող ասել։ Կա խանգարող հանգամանք, որ այստեղ չեն։ Նիկոլ Փաշինյանը տերորի է ենթարկում բոլորին, ըստ էության նա այսօրվա իր գրառման մեջ տերորի ենթարկեց նաև հեծի աշխատողներին եւ այդ տերորի մեջ բոլորն են մտնում, բոլոր շերտերին նրանք վախեցնում են ԱԱԾ-ով, ոստիկանությամբ, վախեցնում են կալանքներով, մարդը ով խոսում է եկեղեցու պահպանման մասին, քրիստոնեության մասին, նրան հենց հիմա տանում են կալանքի։ Ըստ էության, եթե մենք հիմա մարդկանցից հարցնենք ինչ են ձերբակալել Սամվել Կարապետյանին, ոչ մեկ չի կարող պատասխանել, թե ինչի է դա տեղի ունեցել, որովհետև այս մարդուն կալանավորել են միայն նրա համար, որ նա ասել է, որ եկեղեցուն չի կարելի ձեռք տալ։ Դա մեր ինքնության հենքն է եւ մեր սրբազան պարտքն է պահպանել եկեղեցին։ Եվ բայց այս ամեն ինչից հրաժարվելու համար, ամեն ինչից փրկվելու համար մեզ միասնականություն անհրաժեշտ, որը ես վստահ եմ ձեր ասած մարդիկ էլ ովքեր չկան, իրանց տեղը կգան 10-20 հազար անգամ ավել մարդիկ, որոնք որ այս երկիրը սիրում են եւ ես վստահեցնում եմ, որ մեր հայրենակիցները մեր երկիրը սիրում են եւ չեն պլանավորում լքեն մեր հանրապետությունը, այնպես ինչպես ծրագրել է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իրենց պայմաններ ստեղծի, որ մարդիկ Հայաստանից փախնեն։